Երեսուներեք տարի առաջ այսօր նավերակների վրա պարում էինք, Բերդաքաղաքը ազատագրված էր։ 33 տարի առաջ մայիսի 9-ից սկսած մարդիկ ազատագրված տունն էին շտապում։ Տոնում հաղթանակը, որին հասնելու համար շատերն առողջ մարտի դաշտ գնացին, անդամահատված վերադարձան։ Շատերն այդպես էլ չվերադարձան։ 1992 թվականին տան ճամփան բռնողների շարքում էր Նունե Հակոբյանը, 20 տարեկան էր։ Մենք որոշեցինք, որ պետք է վերադառնանք ազատագրված հայկական Շուշին շնացնելու։ Սկզբնական շրջանում դժվար էր կյանքը Շուշիում, պատմում են Նունեն, լույս, գազ, կապի միջոցներ չկային։ Մի կերպ էին ապրում, գիտակցելով Բերդաքաղաքի կարևորությունը։ Հետո մեկը մյուսի կողքին կառուցվում էին բնակելի թաղամասեր, մանկապարտեզներ ու դպրոցներ։ Այդ բոլոր դպրոցներում էլ հասցրել է դասավանդել զրուցակիցս։ Ասում է Շուշիին սիրահարված մարդկանց համառությունն ու աշխատասիրությունը տարեստարի լուսավորում ու շենացնում էր Շուշին, բայց քաղաքն իր ամբողջ գունապնակը բացում էր մայիսի 9-ին։ Շուշիի համար ամենաչքնաղ ժամանակահատվածը մայիս ամիսն է։ Դուք չեք կարող պատկերացնել, որ ավերակներ կային Շուշիում, նույնիսկ ավերակները ծաղկում էին։ Ավերակների վրա բոլորը ծաղիկ էին, ուր գնում էին, կանաչ, ծաղիկ, բուրմունք։ Շուշեցիները մայիսի 9-ին տան տիրոջ կարգավիճակում էին։ Հյուրերին ընդունելու օրը սկսում էր մայիսի 7-ին ու ավարտվում խորաշնանը։ Եռատոնի օրերից մեկը շատ լավ է տպավորված Նունեի մտքում։ Բացօթյա համերգ էր կազմակերպված։ Մեկնարկից րոպեներ առաջ Անձրևը, Կարկուտն ու Քամին եւս որոշեցին մասնակցել տոնական միջոցառմանը։ Համերգից հետո արդեն երեկոյան կողմ պայծառացավ եղանակը եւ եկած ձյունը լրիվությամբ փակվեց։ Այդ դա անմոռանալի է, դա չգիտեմ ուրիշ կերպ էր, թե բնությունը իր այդ ամբողջ զգացմունքները արտահայտեց այդ օրը։ Տեսնես այսօր ինչ եղանակ է գեղեցկուհու մոտ։ Տղաների գերեզմաններն առանց ծաղիկների են, հարազատ փողոցները մարդկանց, եկեղեցիներն առանց սուրբ պատարագի։ Հաղթողների սերնդակից են Նունեն, հիմա նաև պարտվողներից։ Եռատոնի օրը Շուշին բոլորիցս հաղթած ու պարտված ծերուններից հեռու է։ Երևանից ոտքով գնալու դեպքում 300 կիլոմետր է, ավտոմեքենայով 350, ինքնաթիռով 220։ Այսօր ամենակարճ ճանապարհը հիշողությունից սիրտ տանողն է։ Շուշիում կառուցել են նոր թաղամաս, նոր շենքերով, կարծես պատմական դիմագծով Շուշիի։ Ցավալի է այդ կադրերը նայելը, շատ ահավոր ցավալի է, բայց իմ համար զգացողությունը այն է, որ ես այսպես եմ մտածում, որ ոչինչ դուք կառուցեք, դուք մեր համար եք կառուցում դա։ Մենք նորից կվերադառնանք։ 33 տարի անց խենթ եղանակով Շուշիի անձրևների տակ գեթ մեկ անգամ թրջված, սարերի լանջին մեկ գավաթ թեյ խմած ու Ղազանչեցոցի զանգերի ներքո խաչակնքված հայի դեմքին ամոթն է դաջվել, սրտում կարոտն ախտորոշվել, իսկ մտքին Բերդաքաղաք բարձրանալու ուղիներն են, որոնք կան եւ որոնք պետք է գտնենք։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։